Գիտեք, որ Աստված մեզ տվել է 7-օրյա գանքնի տեխնիկա, որպեսզի մեր կյանքում ներգրավենք ամենաանսովոր հրաշքները։ Ես խոստանում եմ, որ երբ դուք իմանաք այս մոդելի հոգևոր ուժը, հատկապես այն օգտագործելով Աստծո օգնության ամենահզոր սաղմոսի հետ, կհասկանաք, թե ինչու են այնքան շատ մարդիկ կիրառել այն անհնարին պարտքերը մարելու համար։ Նրանք ստացել են անսպասելի գումարներ և մտել են մեծ առատության ժամանակներ։ Ամեն ինչ նրանց պետք էր՝ 7 օր, օրվա որոշակի ժամ և սաղմոս, որը կապում է ձեզ Աստծո հարստությունների հետ։ Ավելի քան 3000 տարի առաջ Երիքով քաղաքը կանգնած էր Աստծո ժողովրդի ճանապարհին։ Նրա հսկայական պատերը թվում էին անհնարին գործանելու, բայց զենքի փոխարեն Աստված նրանց տվեց հոգևոր հանձնարարություն։ Քաղաքի շուրջ մեկ անգամ քայլել 6 օր շարունակ, իսկ 7-րդ օրը շրջել 7 անգամ և ապա աղաղակել։ Արդյունքում պատերը ամբողջովին փլուզվեցին։ Սա միակ դեպքը չէր, երբ Աստված օգտագործեց 7 թիվը հրաշքի համար։ Մտածեք հզոր սիրիացի զորավարի մասին, ով անբուժելի բորոտություն ուներ։ Մարգարե Եղիսեն նրան տվեց պարզ, բայց տարօրինակ հրաման՝ 7 անգամ ընկղմվել Ամրդանան գետում, որպեսզի բժշկվի։ Զորավարը կասկածեց, շփոթվեց, թե ինչպես կարող էր այդքան պարզ բան աշխատել, բայց երբ վերջապես հնազանդվեց, նրա մաշկը ամբողջովին բժշկվեց։ Իսկ ինչու առաջին 6 օրերին ոչինչ չկատարվեց երկու պատմություններում, որպեսզի հասկանանք, վերադառնանք արարչագործությանը։ 6 օր շարունակ Աստված ստեղծում էր ամեն ինչ, բայց հենց 7-րդ օրը գործը ավարտվեց և Աստված օրհնեց ու սրբեց այն։ Այս մոդելը ունի խոր հոգևոր ուժ։ Կա Սաղմոս 6 համարով, և երբ դուք այն միավորում եք այս 7-օրյա ցիկլի հետ, դուք միանում եք աստվածային առատության մաքրությանը։ Այս գործընթացը օգնում է գործանել մեր սեփական պատերը, սահմանափակող համոզմունքները, որոնք ասում են, թե մենք արժանի չենք։ Հայտարարեք դա հենց հիմա, գրեք մեկնաբանություններում, պատրաստ եմ մտնել իմ առատության սեզոն։ Մտածեք ձեր ամենամեծ խնդրի մասին՝ պարտք, պակաս, խրված լինելու զգացում։ Երբ դուք 7 օր շարունակ արտասանում եք այս սաղմոսը, դուք շրջապատում եք այդ խնդիրը այնպես, ինչպես իսրայելացիները շրջապատեցին Երիքովը։ Հիշեք, թե ինչ ասաց Աստված նրանց սկզբում. «Ես արդեն տվել եմ ձեզ այս քաղաքը»։ Նա սպասում էր, որ նրանք ավարտեն ցիկլը։ Իսկ ինչ է սա նշանակում ձեզ համար։ Դա նշանակում է, որ ձեր առատությունը արդեն ձերն է։ Աստված արդեն տվել է այն ձեզ։ Այժմ Աստվածաշնչում կա սաղմոս, որը ստեղծված է մեզ տալու ուղիղ կապ Աստծո հարստությունների հետ։ Ձեր ժամանակը ամենաթանկն է, ինչ ունեք։ Եթե արդեն այստեղ եք, ես ձեզ մարտահրավեր եմ նետում անցկացնել այս 7 օրը արտասանելով այս հզոր աղոթքը։ Այս սաղմոսը հոգևոր քարտեզ է, ստանալու այն, ինչ ձեզ պետք է։ Երբ դուք արտասանում եք այն ճիշտ ժամանակին, դուք միացնում եք Աստծո առատությունը ձեր համար։ Լսեք ուշադիր։ Ամեն օր դուք պետք է արտասանեք այս սաղմոսը։ Նրա բառերը պարունակում են արարչագործության ամենամեծ գաղտնիքները և կապը առատության հետ։ Կարևոր է, որ դուք այն չասեք պարզապես արագ, անգիր։ Ոչ։ Եվ հենց այդ պատճառով ես պատրաստվում եմ բացատրել այն ձեզ մաս առ մաս։ Սա կարճ սաղմոս է, որպեսզի դուք կարողանաք հասկանալ, թե ինչ է նշանակում յուրաքանչյուր մաս։ Երբ դուք հասկանաք այն, այս գիտելիքը կմտնի ձեր միտքը և կմաքրի ցանկացած մտքեր, որոնք հակասում են ճշմարտությանը։ Ճշմարտությունն այն է, որ դուք այստեղ եք, որպեսզի ունենաք ամեն ինչ։ Աստված ուզում է, որ դուք ունենաք առատություն, և դուք պատրաստ եք հիմա մտնել ձեր առատության ժամանակ։ Ձեր կյանքը կփոխվի։ Եվ եթե դուք հավատում եք դրան, ես դա հայտարարում եմ։ Ես հավատում եմ դրան, որովհետև գիտեմ, որ Աստված ունի ուժ կործանելու պատերը, որոնք թվում էին անհնարին։ Միայն Աստծո օգնությամբ մենք կարող ենք անել այն, ինչ նույնիսկ չենք կարող պատկերացնել։ Ձեր խնդիրն այն չէ, թե ինչպես Աստված դա կանի։ Ձեր խնդիրն է ավարտել այս 7-օրյա ցիկլը։ Ինչու՞։ Մտածեք զորավարի մասին, ով ընկղմվեց Հորդանան գետում։ Դա նման չէր նրան, որ նրա հիվանդությունը մի փոքր լավացավ առաջին օրը կամ երկրորդ օրը։ Ոչ, առաջին օրը ոչինչ չկատարվեց, երկրորդ օրը ոչինչ չկատարվեց։ Երրորդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ օրերին ոչինչ չկատարվեց։ Երբ դուք ունեք հավատք, նույնիսկ եթե չեք տեսնում, որ ձեր իրավիճակը փոխվում է, դուք վստահ եք, որ Աստծո ուժը կգործի և դուք կստանաք ձեր հրաշքը։ Ես խոստանում եմ ձեզ, որ հրաշքը կգա։ Ես խոստանում եմ ձեզ, որ օգնությունը, որն անհրաժեշտ է ձեզ, կգա, և այն կգա այնպես, ինչպես դուք երբեք չեք սպասել, որովհետև Աստված ունի բազմաթիվ ուղիներ գործելու։ Ես ձեզ պատմել եմ այլ տեսանյութերում, թե ինչպես հենց այս սաղմոսը փրկեց իմ կյանքը։ Նա ինձ դուրս բերեց աղքատությունից առատություն, ստրկությունից ազատություն։ Ահա թե ինչու ես կիսվում եմ այս ամենով ձեզ հետ։ Ես վստահ եմ, որ եթե դուք դա անեք, դուք կմտնեք առատության շրջան, ինչպես դա եղավ ինձ հետ և հազարավոր այլ մարդկանց։ Կարող է առաջին օրը ոչինչ չկատարվի,
Կարող է երկրորդ օրը նույնպես ոչինչ չկատարվի, բայց եղեք հաստատուն եւ շարունակեք ասել այս բառերը։ Մի ասեք դրանք պարզապես այնպես, կարծես դրանք դատարկ են, զգացեք դրանք ձեր սրտում, որովհետև եթե դուք կարող եք դա զգալ, դուք կտեսնեք, թե ինչպես դա կկատարվի ձեր կյանքում։ Եթե դուք դեռ այստեղ եք, ես ձեզ մարտահրավեր եմ նետում անցկացնել այս 7 օրը արտասանելով այս հզոր աղոթքը։ Այս սաղմոսը հոգևոր քարտեզ է ստանալու այն, ինչ ձեզ պետք է։ Երբ դուք արտասանում եք այն ճիշտ ժամանակին, դուք միացնում եք Աստծո առատությունը ձեր համար։ Ուշադրություն դարձրեք, ամեն օր դուք պետք է արտասանեք Սաղմոս 23։ Այս Սաղմոսի բառերը պարունակում են արարչագործության ամենամեծ գաղտնիքները եւ բանալին միանալու առատությանը։ Սաղմոս 20-րդ ասում է. «Տերը իմ հովիվն է, ես ոչինչի կարիք չեմ ունենա»։ Երբ մենք կրկնում ենք սա, մենք խոսում ենք լիակատար օգնության եւ ապահովման մասին։ Ամեն անգամ, երբ դուք դա արտասանում եք, մտածեք լիակատար օգնության մասին։ Ամեն ինչի Տերը ինձ հետ է եւ օրհնում է ինձ։ Ես կունենամ այն ամենը, ինչ ինձ պետք է։ Նա ինձ հանգստացնում է կանաչարոտներում։ Սա նշանակում է, որ Աստված ոչ մեզ բայց միայն ինձ պետք է։ Նա տալիս է դա խաղաղությամբ։ Ձեզ հարկավոր չէ սխալ բաներ անել դա ստանալու համար։ Աստված տալիս է ձեզ այն, ինչ ձեզ պետք է, եւ տալիս է դա խաղաղությամբ։ Նույնիսկ եթե ես անցնեմ մահվան ստվերի ձորով, ես չպետք է վախենամ չարից, որովհետև դու Տեր ինձ հետ ես։ Սա նշանակում է, որ ես միշտ կիմանամ, որ դու ինձ հետ ես։ Այնտեղ նաև ասվում է, որ դու պատրաստում ես սեղան իմ առաջ, իմ թշնամիների ներկայությամբ։ Սա ցույց է տալիս, թե ինչպես Աստված միշտ կլինի կողքիս։ Նույնիսկ դժվար ժամանակներում, նույնիսկ երբ մարդիկ ուզում են տեսնել, որ մենք ցախողվում ենք, Աստված մեզ կբարձրացնի եւ կորտնի հենց նրանց առաջ։ Շատ մարդիկ կարող են չհավատալ ձեզ, նրանք կարող են մտածել, որ դուք չեք հաջողի, բայց ես խոստանում եմ ձեզ, հենց այդ մարդիկ կտեսնեն, որ դուք հաջողում եք, որովհետև ոչ ոք չի կարող կանգնեցնել այն շնորհը, որը Աստված դրել է ձեր կյանքում։ Սաղմոսի վերջում ասվում է. «Իմ բաժակը լիքն է»։ Դուք ոչ միայն կստանաք այն առատությունը, որն անհրաժեշտ է ձեզ, հաջողություն եւ գումար, դուք կստանաք ավելին, որովհետև Աստված տալիս է ավելին, քան մեզ պետք է։ Աստված է ավելին, քան բավարարի։ Աստված ուզում է, որ դուք ունենաք ամեն ինչ։ Ձեր բաժակը լիքն է։ Խնդրում եմ, երբ դուք արտասանում եք այս բառերը, հիշեք մեր խոսակցությունը եւ այն, թե ինչպես յուրաքանչյուր բառ ունի նշանակություն ձեր կյանքի համար։ Խոսքը վերաբերում է ստանալուն այն, ինչ ձեզ պետք է, առատությանը եւ գիտակցելուն, որ դուք արժանի եք եւ որ Աստված ուզում է, որ դուք ունենաք ամեն ինչ։ Միացեք այս սուրբ էներգիային։ Դուք կտեսնեք այդ պակասի պատերը։ Պատերը ես չեմ կարող, ես բավարար լավը չեմ, ես չեմ կարծում, որ կհաջողեմ, ես համաչում եմ կամ ես աշխատանք չեմ գտնի։ Այս ամենը կփլուզվի, որովհետև Աստծո համար ոչինչ անհնարին չէ։ Իսկ որ հատուկ ժամին պետք է կարդաք Սաղմոս 23։ Ուշադրություն դարձրեք։ Դուք կարդալու եք Սաղմոս 23 7 օր շարունակ ժամը 7-ին։ Դա կարող է լինել առավոտյան 7-ին կամ երեկոյան 7-ին։ Կարող եք հարցնել ինչու հենց 7, որովհետև 7-ը Աստծո թիվն է։ Այն նշանակում է աստվածային կապ, ամբողջական եւ կատարյալ լինելու համար։ Այն նաև նշանակում է աշխատանքի ավարտ։ Մենք արդեն տեսել ենք, որ Աստված օգտագործեց այն ստեղծելու տիեզերքը, փլուզելու պատերը եւ բժշկելու հիվանդությունները։ Երբ դուք կարդում եք Սաղմոս 23 ժամը 7-ին 7 օր շարունակ, դուք ստեղծում եք շատ հզոր էներգիա։ Դուք ասում եք. «Պատրաստ եմ ընդունել Աստծո օգնությունը, պատրաստ եմ մտնել իմ առատության ժամանակ»։ Երբ դուք մտնում եք այս հավատքի տեղը, նրա օգնությունը անպայման կգտնի ձեզ։ Շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ։